Քերծվածքակայուն, ջրադիմացկուն եւ հարվածակայուն լամինատների նշված տեսականին ձեռք բերեք իդեալ համակարգի խանութ սրահներից 1 քառակուսի մետրը սկսած ընդամենը 2450 դրամից։ Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հետևելով լրահոսին միջազգային գալիս ենք այն եզրակացության, որ Միացյալ Նահանգների նոր վարչակազմի էնտուզիազմը կապված Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի խաղաղասիրության հետ, որ ի սկզբանե իբր գոյություն ուներ, կարծեք թե հոդս է ցնդում եւ այնտեղ հիմա խոսում են հիասթափության մասին եւ պատժամիջոցների խստացման մասին։ Այս ամենը բնականաբար ավելացնում է անորոշությունը եւ այդ անորոշությունը նաեւ մենք տեսնում ենք ողջ մերձավոր արևելքում, որում անորոշության երկու, այսպես ասենք, ձգողական կետ կա մերձավոր արևելքում, մեկը դա իհարկե Գազայի հատվածն է, որտեղ պարզ չի ինչ հետագա ընթացք է ունենալու ամեն ինչը, եւ նաեւ Իրանի շուրջ զարգացումները։ Բանակցությունները ոնց որ թե եւ տեղի են ունենում, եւ տեղի չեն ունենում, իրանցիները եւ ուզում են բանակցել եւ այդքան էլ չեն ուզում են անուղակի, ուղակի չեն ուզում, բայց իրավիճակն այնուամենայնիվ իր զարգացումն է ունենում։ Փորձենք հասկանալ, թե ինչպիսին է այն։ Եվ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավարում, սիրով ուզում եմ ներկայացնել։ Մեր այսօրվա հյուրն է մեր պետհամալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ արաբագետ Հայկ Քոչարյանը։ Բարև եք, պարոն Քոչարյան, շնորհակալ եմ հրավիրել։ Շնորհակալություն ավելի համար։ Պարոն Քոչարյան, նախ մենք տեսնում ենք, որ այս մերձավոր արևելյան անորոշությունն էլ ավելի, այսպես, ահագնանում է նաև Թուրքիայի անկայունությամբ ներքին, հա, մի կողմից հասկանալի է եւ մակերեսին է Թուրքիայի ձգտումները վճռորոշ դեր ստանձնելու մերձավոր արևելքում, բայց մյուս կողմից տեսնում ենք, որ ցանկությունը եւ հնարավորությունները շատ հեռու են իրարից։ Բայց մյուս կողմից էլ մենք տեսնում ենք, որ այդ ջանքերի հենց այդ պրոյեկցիայի կենտրոնը մնում է Սիրիան եւ այդտեղ էլ ամեն ինչ չէ, որ բարվոք է եւ այնպես չէ, որ այնտեղ էլ որոշակիություն կա։ Նոր կառավարություն ձևավորվեց 23 հոգուց, որից միայն 4-ն են ազգային եւ կրոնական փոքրամասնություններից, 19 սուննիներ են, ամենադեպս մամուլում այդպես էր, մամուլով գնաց տեղեկատվությունը եւ մինչ այդ երկխոսությանը միտված այդ քրդական կազմավորման առաջնորդությունը մեկ էլ հայտարարում է, որ չի ճանաչում այդ կառավարության լեգիտիմությունը, քանզի իրանք ներկայացված չեն այդտեղ։ Եվ համեցեք։ Այդ բարդ խնդիրներից ամենակարևորը Սիրիան ենք քննարկում։ Սկսենք Սիրիայից, ինչ ենք տեսնում, որ այո, կար process, որը փորձում էր ինկլյուզիվ իշխանություն ձևավորել, եւ քրդերը իրենց կողմից քայլը կատարեցին, պայմանավորություն ստորագրեցին, հիշում եք, Սիրիայի Դամասկոսի հետ, որ պայմաններ կային այնտեղ։ Այսինքն այդ պայմաններն էլ չպահպանվեցին, դա համար քրդական կողմը դեռ շարունակում է իր քաղաքացիները ավելի ծանրակշիռ դարձնելու, բայց մյուս կողմից կա իշխանությունը Դամասկոսի, որը փորձում է որոշակի կայունություն ստեղծի կամ
առնվազն տենց մատուցի այն ինչը որ ինքնավերահսկում, այսինքն ինստիտուտների կայացում, որտեղ այդ նույն իշխանությունների մեջ եթե նայեք, նոր ձևավորված իշխանության մեջ, այնտեղ մի քանիսը նախկին նախարարներ են, որոնք մինչև 11 թիվն են եղել, որոնք համաձայն չեն։ Նախարար կար այնտեղ այդպիսին, չէ՞։ 2-3 հոգի կան, որ նախկին են, շինարարության հետ կապված։ Այսինքն էս էլ է կարևոր, բայց գործընթացներին քրդերի հետ խոսելը կամ խոսելը բացառել դա վտանգում է ամբողջ պրոյեկտը սիրիական։ Այստեղ իմ կարծիքով մի ինչ-որ փուլի այդ խոսակցությունները կսաստկանան եւ միգուցե ինչ-որ որոշ բաներ լինեն։ Ինչ։ Չգիտեմ, այստեղ նկատի ունեք բախում թե պայմանավորվածություն։ Չէ, պայմանավորվածություն կա, որտեղ գիտեք արյուն շատ է եղել Սիրիայում։ Այնտեղ կա հոգնածություն կա, արյունը բոլորը փորձում են ինչ-որ բանի շուրջ բանակցել, հասկանալ, դիրքավորվել, բայց դա իրենց շահերը զինված են բոլորը, այսինքն այդ կողմերը նրանք չեն զիջել իրենց, այսինքն հեշտ չեն տալու իրենց դիրքերը։ Մեծան արևելքը դա ամեն ինչն առ տարբեր կոնֆիգուրացիաներ աշխատանք, որ այս պահին Դամասկոսը կենտրոնացած չի քրդերի հետ հարաբերություններում։ Ավելի խորացնել կարգավորել այն իրավիճակը, որ կա իրենց բավարարում այս փուլում, նրանք ձգտում են այդ մնացած հատվածը, որը որ քրդական վերահսկողության տակ չի մեծ հաշվով, փորձել կոնսոլիդացնել այս տարածքները, որտեղ էլի խնդիրները շատ են։ Տեսեք, եթե խնդիրների տեսանկյունից նայեք, կա քրդական կտոր, այսպես ասած խնդիրների, այդ մի խնդիր է, եւ կա դրուզական, ալավիական, քրիստոնեական, փոքրամասնների խնդիր, որոնք ավելի շատ են։ Եթե այս խնդիրները ստացվում է Դամասկոսին լուծել, հաջորդիվ կգա արդեն քրդերի հետ խոսելու հնարավորություն։ Իսկ այն որ այսինքն այսպես հերթի մեջ կդնեն եւ վերջինը կսկսեն խոսել, որտեղ այստեղ Դամասկոսը գնահատում է իր խնդիրները կապված այսպես խնդիրների հետ ավելի ակտուալ, որտեղ քրդերինը ոնց որ թե հասկանալի է քրդական հատվածի, որտեղ այնտեղ կա մի կազմակերպված ուժ, պետք է այդ ուժի հետ բանակցել։ Այո։ Որը ավելի զինված, հա, որի հետ կարելի է, եթե դու այստեղ ինչն է բանակցային բանը, եթե դու այս հատվածներում կարգավորում ես հարաբերություն, ավելի ուժեղ դիրքից կխոսես հետ, քան հիմա պիտի խոսես քրդերի հետ։ Դա համար Դամասկոսը այդ տակտիկայով է վարվում իմ կարծիքով, եւ այսինքն դեռ փորձում է լուծել պայմանական ասենք արևմտյան հատվածի, Եփրատից արևմտյան հատվածի տարածքների հանդեպ միակ կազմակերպված ինստիտուցիոնալ վերահսկողությունը, ինչը բարդացնում։ Ալավիներ եւ այսինքն որտեղ կան դրուզներ, ալավիներ, քրիստոնեական փոքրամասններ շատ հարցեր կան եւ կա ամենացավոտ կտորը այս ամբողջ պրոյեկտում այդ ալավիական ծովի ափամերձյան այդ հատվածներն է, որը շատ դաժան տեսանք այդ որը շարունակվում է շատ տեղեր, որը չի դադարել եւ սա այսինքն Դամասկոսի տեսանկյունից համար են հնարավոր կոմունիկացիոն ճանապարհներն են, որը պետքա չլինի կասկածելի վերահսկողության տակ կամ նենց վերահսկողության տակ, որը չի ենթարկվի վաղաչի այսօր կենտրոնի։ Դա համար ես մտածում եմ, որ սա պայմանավորված նաեւ այն մասսայական ջարդերն ու սպանությունները, որ տեղ ունեցան, նաեւ որ ալավիներն են ամենա այսինքն փոխված իշխանության պարագայում այն ուժերը, որոնք եկել են, դրանց կողմից ամենաթիրախավորվածներն էին, որոնք ունեին թե ֆինանսական հնարավորություններ, թե կապիտալ ունեին եւ նախկինում եղել էին քաղաքական ազդեցության տակ, դա համար այսինքն բայց այդ անցնում է որոշակի դժվարություններով եւ Դամասկոսը փորձում է արդեն իսկ նկատում է, որ փորձում է ինքնուրույն խաղալ, չլինել այդ ընդհանուր պատկերացման մեջ ունենալ շարունակել Թուրքիայի աջակցությունը, որտեղ այս պահին դա իրենց պետք է եւ այդ ռազմաբազաների քննարկումը, թուրքական բազաների ստեղծումը նաեւ դրա շարունակություն, բայց զուգահեռ օրինակ ամսի 28-ին էր կարծեմ կոնֆերանս է, այսինքն այսպես ասած վիդեոկոնֆերանս էր Մակրոնի, Կիպրոսի նախագահի, Հունաստանի նախագահի, Լիբանանի նախագահի եւ Սիրիայի նախագահի միջև։
այսինքն այստեղ չկան մյուսները, որոնք ենթադրվում պետք է լինեն։ Այսինքն սա էլ հետաքրքիր իր հայտնի չի ինչ է խորը, ընդհանուր ձևակերպներ կա թե ինչ ունեն, բայց փաստը ինքնին հետաքրքիր է։ Այսինքն Դամասկոսը փորձում է, այսինքն իր ինքը իրեն էլ ուժեղացնել, դիրքավորվել, բայց դեռ թուրքական կապերը գալա, եթե բնորոշենք ռազմավարական տեսանկյունից կապերը կան, բայց տակտիկական հարցերում փորձում է որոշակի ավելի ազատություն իրեն բանը, էս է կատարում Սիրիայի շուրջ իմ կարծիքով եւ սրանց է բխելու հետագա զարգացումներ, այնտեղ մնում է Սիրիայում ինչի է դա բան խնդիր, որտեվ իսրայելական ազդեցություն կա, նաև այդ փոքրամասնությունների հետ աշխատանքի մեջ, որը փորձում է Դամասկոսը մեկուսացնել, որը շատ դժվար է լինելու եւ շատ այլ հանգամանքներից է կախված, որը չի թույլ տալիս այդպես միանշանակ ասել, որ կստացվի։ Մեծավոր արևելք այնտեղ բոլոր ասացվածները, բոլոր այդ երկրների, բոլոր լեզուներով ասում են, որ համբերությունը խեր է։ Այսինքն երկարաժամկետ է պլանավորում, չէ շտապում ու կերևա։ Նամար դեռ սովոր են երկարի խաղալուն։ Պարոն Քոչարյան, նաև այս վերջին տարիների ընթացքում վճռորոշ դեր էր վերապահված Իրանին այս ամեն ինչում, ինչ որ տեղի էր ունենում, եւ մեկ էլ տեսանք միանգամից իրանական ազդեցության կոլապս Սիրիայի իրադարձություններում, որը դոմինոյի էֆեկտով անդրադարձավ նաև Լիբանանի վրա, եւ հիմա Իրանը միանգամայն այլ դիրքերում է, ոչ միայն մերձավոր արևելքում, այլև ընդհանրապես, երբ նրա ազդեցությունը այդ կոլապսի է ենթարկվել մերձավոր արևելքում եւ իր անորոշություններն էլ եւ հակասություններն էլ արևմուտքի հետ մնում են չլուծված։ Ամերիկայում նոր վարչակազմ է, մոտեցումներն այլ են, հա, խաղաղություն ուժի միջոցով եւ հիմա տեղի է ունենում այսպես առաջարկների ներկայացում ուժի ցուցադրման հետ զուգահեռ։ Իրանցիներն էլ փորձում են ցույց տալ, թե այդ ուժին ուժ են հակադրելու, ունեն այդ ուժը եւ ուզում են ցույց տալ, որ չեն տպավորվում այդ ուժից, առաջարկություններն էլ Օմանի միջոցով ոնց եղել է, այնպես էլ թող մնա։ Այնուամենայնիվ մենք տեսնում ենք այս վիճակը ինչ որտեղ միջանկյալ է եւ տրամաբանությունն էլ հուշում է, որ պետք է ինչ-որ հանգուցալուծում ունենա վաղ թե ուշ։ Նախ դա այսպես ասենք աշխատող տրամաբանություն է թե ոչ եւ երկրորդն էլ եթե այո, ապա ինչպիսի հանգուցալուծումն եք դուք առավել հավանական տեսնում։ Գիտեք, այդտեղ այդ նշած ուժի միջոցով բանախաղություն պարտադրելը այդ Տրամպյան ինչ որ իդեա բանակցային տեսքով հանրապետականն է։ Տեսնում ենք, այսինքն ճիշտ է, նկատվում է Պարսից ծոցում եւ այդ ծոցի ավազանում ամերիկյան նոր ուժերի տեղակայում, այսինքն B2-ների որոշակի քանակա տեղափոխվել այնտեղ դրանք այսինքն եթե սիգնալին բաժանորդագրված չեք, չգիտեք, երբ կսկսի այդ ամեն ինչը, բայց կարող է սկսի, բայց ինչն է այստեղ, որ մեծ կռիվ, մեծ հաշվով ոչ մեկին պետք չի տեղ, մերձավոր արևելքում, եւ սա Տրամպյան ոչն է, լարել իրավիճակը, պարտադրել բանակցություններ սեղանստել ավելի ուժեղ խաղակարտերով, որպեսզի քո ուզածը կատարեն։ Բայց այսինքն դեէսկալացիա, էսկալացիայի միջոցով։ Բայց մերձավոր արևելքում մի քիչ ուրիշ տրամաբանություն է բանակցային գործում։ Այնտեղ ասեցի ժամանակը ու ժամանակին կալում ուրիշ է։ Այսօր հենց հիմա ոչ մեկ ոչի բան չի անում։ Նա Իրանը փորձում է, ինչքան ես եմ հասկանում, Տրամպին բերել մերձավորալյան բանակցային տրամաբանություն։ Գնացնենք, խոսենք,
հասկանանք, միջնորդներով կխոսենք անպայման, որտեվ ժողովրդական խոսքա չէ, շին նստելը մի այբ է, իշնելը ուրիշ այբ, այսինքն կարող այդ խոսելը բան չտա, իսկ ուղիղ խոսալ դեպքում դա մեծ խնդիր է հեղինակության։ Ստե է որ պայմանավորվածությունը գալիս է միջնորդների միջոցով, որտեղ միշտ կարելի ասել մի բան միջնորդներին թողել էլ պրավալի համար, այսպես ասած, անհաջողությունների համար, բայց դրանով մանևրի դաշտ ապահովել է։ Այո, կամ վերապահելով է։ Պետք չի մոռանալ, որ ասենք Իրանը լուրջ պետականության ինստիտուտներ ունի, տրադիցիա ունի եւ իմիջային առումով, իմիջի պահումը եւ իմիջի այդ ջրաժավորումը ուժեղի դիրքից խոսողի, որ պետք է իրենք լեն թույլը չեն, որին պարտադրեցին, դա շատ կարևոր է իշխանություն պահելու համար։ Իսկ այստեղ այդ խնդիրն էլ կա, այս բանակցությունների այդ միֆական ընկալման, պատկերացումի մասին, մերձավոր արևելքի տրամաբանության մեջ դա համար քիչ բարդ է ստացվում այս խոսակցությունները, համար այդ խոսակցությունները հրապարակային շատ սուր են, բայց Սր Մարկ Ռոբիոն ասեց հետաքրքրային ինչ որ ասում են իրանցիները, երբ որ սեղանի շուրջ են։ Իսկ դա հույս է տալիս, որ այնտեղ խոսում են, ինչ որ մի բանի մասին խոսում են եւ այդ խոսակցությունը նարսան տալի խուսափել մեծ պատերազմից։ Դա համար այստեղ լարումը սրա շուրջ է, բայց մենակ Իրան եւ Միացյալ Նահանգներ չէ։ Սա կան այլ ազդող ֆակտորներ, հանձնես Իսրայելի եւ այլ, որոնք այստեղ է, որ կարող է թույլ չի հնարավոր չի հաշվարկել այդ կոմպոնենտը, ինչ ազդեցություն կունենա եւ կանխատեսելիությունը դրանով է պայմանավորված։ Եթե հնարավոր է որոշակի տրամաբանություն կամ ալգորիթմ տեսնել, ասենք Տրամպի վարած այս արդեն 100 օրը մոտենումը քաղաքականության ընթացքում թե ինչեր է արել, ոնց է ինչ ուտամում, բայց կա միշտ այդ անկախատեսելի էլեմենտը ստեղ դա իր դերը խաղում է Իսրայելը, որը չգիտենք ինչ կա այստեղ է, որ մի քիչ մտավախությունները խորանում են, որ այդ էսկալացիան կարող է լինի, բայց ես հակված եմ կարծել, որ կստացվի խուսափել այդ ամեն ինչից։ Առավոտյան հույս ունեմ։ Բոլորս հույս ունենք։ Պարոն Քոչարյան, դուք որպես արևելագետ այստեղ ձեր կարծիքը կարևոր է, հա, տեսեք որոշ հրեական շրջանակներ Միացյալ Նահանգներում դե բնականաբար Ալիևի հետ համաձայնեցնելով սկսեցին խոսել նպատակահարմարության մասին, որպեսզի Ադրբեջանը միանա Աբրահամյան համաձայնություններին։ Որքանով որ Վիկիպեդիան է, հա, ասենք հուշում, Աբրահամյան համաձայնությունները, դրանք համաձայնություններ են արաբական երկրների եւ Իսրայելի միջև հարաբերությունների բացակայության ֆոնին այդ հարաբերությունները հաստատելու համար։ Ճիշտ եմ հասկանում։ Տենց է, առավոտ տենց հայտարարված է։ Չէ, ուրիշ բան չկա եւ դժվար է պատկերացնել։ Հիմա Ադրբեջանը արաբական երկիր չի։ Ադրբեջանը թշնամական հարաբերություններ չունի Իսրայելի հետ, ավելի ճիշտ այսպես ասենք, ունի հարաբերություններ եւ դրանք հաստատ թշնամական չեն, մի բան էլ այն կողմ, ինչի մասին է լինելու այդ համաձայնությունը ու ինչու Աբրահամյան եւ ինչու են տեղավորում։ Ու հետնել որ ասում են մուկը ծակը չի մտնում, ցախավելն էլ պոչից են կապում, ու այդ երկուսի հետ դաշինք Միացյալ Նահանգների հետ։ Մի այսպես ֆանտասմագորիկ, այսպես մի մոդել, ինչ որ հարաբերությունների, բայց այնտեղ միանգամից դուրս է գալիս այդ, ինչպես ասում են, իրական ցանկությունը, հա, հանեք մենակ այդ 907 բանաձևը, մեկ էլ մեզ մի քիչ ավելի զենք տվեք։ Հիմա ասում են Իրանի դեմ դուք ինչ որ արեք, մենք պետք է գանք, բայց հասկանալի է, չէ՞, որ մի բան էլ Ադրբեջանը Իրանի դեմ ինչ պիտի անի։
այնքան տեղերից է խոցելի Իրանի կողմից, որ ուղղակի անմտություն է մի բան լինի եւ իրականության մեջ Ալիևը դե որքանով էլ որ Ադրբեջանում չեն վստահում Իրանին, չեն սիրում եւ այլ, բայց այդ երկխոսությունը պահում են իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ համատեղ զորավարժություն են անում, հիմա էլ Փեզեշքյանի հետ հեռախոսով խոսեց ապրիլին էլ այցելելու է Բաքու։ Ինչ Իրանի դեմ ինչ։ Այս ինչ պատմություն է, էլի։ Գիտեք, այդ գծիկը մեծ է, տեսեք, ճիշտ է, Աբրահամյան համաձայնագրել ուրիշ բանի մասին է։ Որքան կարողացան գործընկերների հետ հետևենք, կարծեմ Ջերուսալեմ Պոստից դուրս եկավ, այնտեղ հրապարակվեց դա մի խումբ ռավինների կողմից, որոնք այս բան են արել։ Սա ինչի մասին է խոսում։ Իմ կարծիքով խոսում է մասին, որ Ալիևը Բաքուն ընկած են կոնտակտներ գտնելու Սպիտակ տան հետ եւ ինչը չի ստացվում, ամեն ինչ օգտագործում են։ Դամաստից գալիս է այդ անհավանական ձևակերպումները, դե ինչ որ ռավիներ կարային դες բան ասեին։ Բայց այստեղ ու դրա շուրջ ինչ որ խոսակցություն պետք է ծավալվեր, որը ոնց որ չի ծավալվում, դա էլ չի ստացվում։ Դա հասկանալի է, որ չկար դաշենք պետք է, որտեղ իրենց շատ է մտահոգում Հայաստանի հետ ունեցած ռազմական այդ պայմանավորությունները, որոնք կնքվեցին, դա ուզում են մի հատ իրանք ունենան դրանից։ Ոնց որ թե։ Այսինքն այստեղ մի ամբողջ այս պատմության մեջ միգուցե ակնհայտ թրեմա, որ կա խնդիր Բաքու եւ Վաշինգտոն խոսալու եւ փորձում են այդ խողովակները գտնել Բաքվում, որը դեռ չի ստացվում։ Ինչ վերաբերում է մնացածը դա արդեն ուրիշ բանի մասին է, դա ամեն մեկնաբանություն կարա լինի, այսինքն սիգնալ էին փորձում ուղարկել, ստանալ պատասխան, ոնց որ թե չկա։ Երկրորդ մասը Իրանի հետ կապված բնականաբար Բաքվում այդքան չեն կորցրել գլուխները, որ հավատան, որ իրենք Իրանի դեմ կարող են ինչ-որ բան անել։ Համար այսինքն թե չափով, թե ռազմական պոտենցիալով եւ թե տարածքների տեսանկյունից հասկանում եմ, որ այդ մեծ հարևանը հետ պետք է խոսեն։ Տշնամակ պետք չի անեն, դա այստեղ այդ բողոքից բխող բոլոր տեսակի համաձայնությունները։ Եվ մյուս կողմից արդյոք Ադրբեջանը կարող է օգնել կամ կօգնի վաղը չեմ իսօր այդ հավանական Իրանի դեմ գործողությունների, իսկ արդյոք ըստ մը Իրանում այդ Ադրբեջանում այդքանը մտածել են, հասկացել են, որ այսինքն եթե չկա այն Իրանը, որ այսօր կա, այդ ինչ է տալիս տարածաշրջանին։ Այսինքն եթե մեկին մի օր զարթնեն, տեսնեն, որ չկա այն Իրանը, որը Իսրայելին թշնամի է, այլ Իսրայելին բարեկամ է։ Դեպքում Ադրբեջանի դերը ինչքանով է կարևոր։ Այսինքն այստեղ դա համար այդպես միանշանակ չի ամեն ինչը եւ դա քաղաքականության դիվանագիտության մեջ ծախվող ինչ որ քարտեր են, որոնք օգտագործում Ադրբեջանը, որտեղ որ կարում է, բայց այս փուլում, որի մասին խոսում ենք, կարծեք թե Ադրբեջանը այդ խոսակցությունից էլ է դուրս մնացել։ Այսինքն Իրան, Միացյալ Նահանգներ, այսինքն բոլոր մնացած այսպես ասած միջնորդավորված միջամտումները ոնց է բացառվում են։ Եվ դա սա էլ է ներվայնացնում եւ ջղազուկություններ առաջացնում Բաքվում, դրանից բխող բոլոր հետևանքները տարածաշրջանում որոշակի թեմաներ պահելու օրակարգում, որտեղ դեռ հայտնի չի ոնց կզարգանան դեպքերը, այդ ամեն մի օրակարգով առաջնորդվելու համար հետագայում դա այստեղ պետք է նայել, հետևել, վերլուծել, սառնասրտորեն ու հասկանալ, որ այսինքն այս պայդրությամբ դեռ հենց չկա այսինքն զինում կա Ադրբեջանի, դա այսինքն չեն կարող զուգտել, որտեղ տեսնում ենք։ Դա նաև հասկանալի չի, այսինքն պարզա, որ ոչ միայն Հայաստանի դեմ է վաղը, այլ նաև հետագա ինչ-որ բաների զարգացումների համար տարածաշրջանում իրենց տեսանկյունից եթե նայում եք։ Բայց ես հակված եմ կարծել, որ այս փուլում Ադրբեջանը զգում է, որ շատ process-ներից դուրս է սկսում մնալ եւ փորձում է վերադիրքավորվել, որտեղ վատ են հարաբերությունները
Ռուսաստանի հետ ոնց որ կանք նկատենք կամ ոչ այնպիսին են ինչպիսին էին մինչև ինքնաթիռի խոցումը Թուրքիայի հետ որոշակի տարաձայնություններ կան նկատվում են ռետորաբանության մեջ Թուրքիան զբաղված է ներքին խնդիրներով այսօր Իրանի հետ փորձում են պահեն այն ինչ որ ունեն չխորացնել ավելի այդ խնդիրները դա մենք մենք որին այսինքն այդ սահմանի վրա լբախումն է հաղորդում են որ կրակոցներն եւ այդ տրամաբանության շարքում եմ հակված դիտարկել ես ես մոտավորապես այն ինչ ունեք եւ ամփոփելով պարոն Քոչարյան ինչ եք կարծում այնուամենայնիվ Միացյալ Նահանգները այս ամենում հասկացանք այս հայտարարություններից ինչ են ուզում, ինչ չեն ուզում բայց դա դեռ ռազմավարություն չի ռազմավարություն կա թե չկա դժվարանում եմ տենց ուրվագծեր տեսնում եք թե չեք տեսնում միայն ցանկություններ կար եթե Բայդենի ժամանակ կար հայտարարված ծրագիր որ կոչվում էր երկպետական bringing back the better world տենց էր կոչվում այո ծրագիրը, որը հակաչինական էր, իր մեջ բաներ ուներ, ըստեղ դեռ չկա ձևակերպված ինչ-որ կոնցեպտ, որին կարող են քղել ասել, որ այ Տրամպյան տեսակետը նոր էսա է։ Դա միգուցե լավ շուտ է ձևակերպվի, դա կդրվի սեղանին, բայց տեսեք, ինչն է ըստեղ կա շատ մի էմոցիոնալ բաներ, չէ՞, Տրամպը իր ամբողջ քարոզարշավի ընթացքում ասում էր հեսագամ աշխարհում խաղաղություն ալնելու։ Արդեն նշեցինք, որ սիմվոլիկ հաշվետվության 100 օրը մոտենում է, ինչ-որ բան պետք է ցույց տալ։ Ուկրաինան չստացեց ոնց որ թե։ Ռուսական, որտեղ Ուկրաինան էր հիմնականում, որ ասում էր կամ հեսա տեսեք ինչ ենք անում։ Այստեղ ունե Իրանի հետ կարող է դա աշխատի։ Իսկ դա կարող է որտեղ այդքան է Իրան Միացյալ Նահանգները Տրամպին էլ պետք Որտեղ բան չմնաց, այս ամսվա 20-ը, չէ, 20 պլյուս 10 օր ամսվա վերջ, մի ամիս է։ Դե Տրամպը պարագամ է շատ ժամանակ, էլի, շատ ասիրում արագ։ Այդ ուժ որ մերձավորալքում դա ժամանակ չի, դա ուրիշ վարքյաններ կա։ Դա կարող է տևել, բայց այսինքն ստեղ ինչ-որ բան կա նաև հաշվետվականության տեսանկյունից պետք է ցույց տալ։ Որտեղ եթե այսինքն ինչ ունի մեծ հաշվով եթե սպայդրության վերցնենք Տրամպը ունի մասկ, որը ամեն ինչ փակեց, ամեն ինչ վերաձևակերպեց, Գրենլանդիայում են փորձում, այսին հայտնի չի ինչ կդառնա այնտեղ։ Իսկ հիմնական կենտրոնները, որոնք կոնֆլիկտագեն են, կոնֆլիկտացին են եւ խնդիրներ կան, ոնց որ թե մեն նույնն է։ Իսկ ստացվեց հաշտություն Համասի եւ Իսրայելի միջեւ, բայց դա արդեն չի գործում։ Համստեղ շատ այդ բանը կարևոր է նաև Վաշինգտոնի համար անձամբ Տրամպի համար, որ ինչ-որ բան ունեն, համստեղ կարող է հնարավոր լինի ինչ-որ բան ակցել, ինչ-որ մի բան հայտարարել, ինչ-որ մի բանի հասնել, մինչև որ իսկ այդ տեսանկյունից օրինակ խնդիրներ չեն ստեղծում Տրամպի համար արաբական երկրները։ Իսկ բոլորը, այսինքն թե նայում եք, ծոցի մյուս երկրները մեկը մի քանի միլիարդ ախոս տալ ներդրում անել տնտեսության 1 տրիլիոնների հասցնում, բայց ձևակերպումները շատ են 5-6 տարում։ Կերևա, ժամանակ, այսինքն արաբական ոչի ինշալլա, այսինքն մենք պատրաստ ենք, մենք քեզ տալիս ենք հնարավորություն, որ դու բարձրես լինես հանրության առաջ, մենք բերում ենք այդ բան։ Բայց ժամանակի ընթացքում միանգամից այդքան գումար չեն կարող տալ։ Տրամպն էլ հայտարարում է, որ դա որտեղ խոստումներ ուներ, չէ՞ միլիարդավոր ներդրումների։ Փոխարենը արաբական երկրները իրենց ոչի մեջ շարունակում են իրենց քաղաքականությունը, իսկ բոլորը ուրախ են, բոլորը երջանիկ են, բոլորը իրարից գործընկեր են համարում։ Կյանքն ցույց կտա ոնց կյանքն շարունակվում։ Կյանքն շարունակվում, կարող կռիվ չկա։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները եւ եզրակացությունները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար։ Ահա մենք լսեցինք մեր գործընկերոջը
Արաբագետ մեր պետհամալսարանի արևելագիտական ֆակուլտետի արաբագիտության ամբիոնի վարիչ Հայկ Քոչարյանին իր դիտարկումները մերձավոր արևելյան զարգացումների շուրջ, մասնավորապես Իրանի եւ Իսրայել-արաբական կոնֆլիկտի։ Կարդաթարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։